Կասեք իր իսկական ազգանունը։ Իր իսկական ազգանունը, ասեմ, հաստատ Շատ հետաքրքիր է։ Բայց ես գիտեմ։ Դիանա Օրդուխանյան Դանիելի։ Ես գիտեմ։ Հայ եմ։ Էլ չհարցնեք, դու հայ ես, մաքուր, թե իսպանացի է պապատ, պապաս հայ է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Աստված ջան, այսօր ենք ասել, ողորմի մեր ազգին։ Բայց մեր ազգը շատ լավ վիճակում է, ողորմել էլ պետք չի, ամեն ինչ լավ կլինի, էլի։ Աստվածն էլ միշտ մեզ հետ է ու կլինի մեզ հետ, բայց միայն այն մարդկանց, ովքեր կամեցող են, ովքեր բարի են, ովքեր աշխատասեր են, ովքեր ցանկանում են դիմացինի լավը, այդ ամեն ինչը կվերադառնա իրեն։ Ողորմի։ Այս հաղորդում այս աղջկա մտերիմները չեն նայելու, չի ամաչի։ Մտերիմները իրականում կնայեն, բայց ամոթի բան չկա այստեղ, կարծում եմ, որովհետև ժամանցային հաղորդումը, հումորային հաղորդումը ու հաստատ ոչ մի վատ բան այստեղ չկա։ Հումորային հաղորդումը, հումորային դերասանները, որ սիթքոմներ նայում եք, այնտեղ չեք ասում, ամոթ չի չեն նայելու բարեկամները։ Մի քիչ տեսած պահեք, էլի ձեզ։ Դիանա ջան, ես քեզ սիրեցի այն պահին, երբ հայացքով բախվեցինք իրար։ Ես ուզում եմ դառնաս իմ կինը։ Խնդրում եմ, մի մերժիր։ Աստված սիրեք էլի։ Ոչ, մերժում եմ։ Դու նպատակ չունես դեռ ամուսնանալու։ Իրականում ունեմ, բայց ոչ դեռ։ Ես մի քանի նպատակ ունեմ, շատ մանկուց երազանք է ինձ համար։ Հիմա դարձրել եմ ինձ նպատակ, որպեսզի հասնեմ անպայման դրանց։ Եթե այդ նպատակներս կատարվեն, հաջորդ նպատակս լինելու է ամուսնանալը։ Բայց դեռևս մինչև կարիերայի հետ կապված այդ նպատակներից չհասնեմ, չեմ ամուսնանալու։ Իսկ եթե չհասցնեմ, ուշ հասնեմ։ Ուրեմն իմ ճակատագիրն էլ այդպեսին էր, Աստված տենց է ինձ համար որոշել։ Բայց տաղանդավոր բլանդինկա է։ Ոչ շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ սիրում, օգնեք։ Բայց լավն է, տաղանդավոր բլանդինկա։ Շատ հավես է, ոյ դիկո, ոյ աման։ Մետաղանդ, այո։ Այս կոմենտի հետ իրականում ես համաձայն եմ։ Հանուն արդարության պետք է ասեմ։ Ասում են Դիանան շատ ավելի սիրուն է, որ քսված չի։ Հիմա քսված չեմ, չէ՞ դա շատ։ Չէ։ Մոքր եմ։ Ճիշտ եք ասում, ես էլ չեմ սիրում։ Այն ժամանակ, գիտեք, Իսկ մոդա է շատ քսվելը։ Մի բան ասեմ, այն ժամանակ մի քիչ նոր էր դիմահարդարման էս զարգացումը, որ գնում էին, սովորում էին աշակերտներ, մոդել, մի խոսքով նոր էր այդ ալիքը էս դիմահարդարման։ Իսկ հիմա ավելի բնական է։ Հա, շուտ էին գնում, դե Հայաստանում նոր էր գնում էին, հետաքրքիր, ես էլ էի գնում, բայց հիմա որ թեկուզ որ գնում եմ դիմահարդարման, ասում եմ նուրբի մեջ արեք, էլի թեթևի, որովհետև ինձ էլ դուրս չի գալի, որ դիմագծերը արտահայտված է լինում, աղջկա, մի քիչ էլ այս ամեն ինչը արդեն ոչ թե գեղեցկանում ես, այլ տգեղանում ես։ Պետք է ընդհանրապես եթե դիմագծերն ես, ընդգծել։ Ճիշտ է։ Նուրբի մեջ։ Այո։ Համամիտ եմ, ճիշտ են ասում։ Երկու բառ չի կարում իրար կպցնի։ Հա, մեկ ստացվում է, ինչ անեմ։ Ոչինչ, կսովորեմ։ Դեռ կյանքը արժևում է։ Շատ անկեղծ եւ անմիջական աղջիկ է Դիանան։ Մինչ հաղորդումը դիտելը չէի սիրում նրան, հիմա կարծիքս այլ է։ Я вас люблю։ Ես էլ ձեզ եմ սիրում, ապրեք։ Ինչպես նկատում ես, ես շատ վատ բաներ չեմ հանել, ես բարի եմ։ Դու շատ լավն ես։ Ոյ մերսի։ Շատ։ Եվ լավը, եւ գեղեցիկ, եւ տաղանդավոր։ Ոյ ասած իմ լավ անցանք առաջ։ Ես չեմ կարող։ Ախր բացարձակ արվեստ ներկայացնող մարդու տպավորություն չեք թողնում։ Ձեր լեքսիկոնն ու բառապաշարը արժեզրկում է ամեն ինչ։ Ինչ խոսեմ։ Ուղղվեմ էլի երևի թե։ Դեռ 23 տարեկան եմ։ 23 տարեկանում եմ, ամեն ինչ արժևում է, գրքեր եմ շատ կարդում, միգուցե լեքսիկոնս կարգավորվի։ Ժողովուրդ պատկերացնում եք դառնալ ատամնաբույժ, ինչ կգար մեր գլխին, լավա դերասանուհի է դարձել։ Ճիշտ են ասում։ Ճիշտ է, չէ իրականում լավ եմ սովորել, անկեղծ ասեմ, վատ չեմ սովորել, տանջվել եմ բավականին, թե քննություններ հանձնելուց, թե չգիտեմ, մի խոսքով այդ տարիների ընթացքում որ ես սովորել եմ Երևանի Մխիթեր Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ես տանջվել եմ։
Դրա համար ավարտել եմ իմ տանջանքի շնորհիվ։ Ուզում եմ ասեմ, որ աշխատեի որպես ստոմատոլոգ, շատ լավ ստոմատոլոգ կլինեի, կարծում եմ։ Եթե իհարկե սիրեի։ Բայց ես երբեք չեմ սիրել, այսինքն ես դա իմը չի բժշկությունը։ Ես լավ սովորել եմ, բայց ամեն մարդ ծնվում է ինչ որ մի բանի համար։ Ես միշտ իմ հոգու խորքում իմացել եմ ինչի համար եմ ծնվել։ Իսկ բժշկությունը դա ես ուրախ եմ, որ ավարտել եմ նման համալսարան, բարձրագույն կրթություն ունեմ, դիպլոմներ ունեմ։ Ես շատ ուրախ եմ, բայց դա իմը չի։ Թող աշխատեն այն մարդիկ, ովքեր միշտ երազել են, ովքեր իրենց նպատակը եւ կյանքը տեսնում են բժշկության մեջ։ Ես սիրում եմ մարդկանց օգնել, բայց բժշկությամբ հաստատ չէ։ Ինչը վերաբերվում է վատ բժիշկ կլինեի, հաստատ լավ բժիշկ կլինեի, որովհետև մի որոշ ժամանակ աշխատել եմ կլինիկայում։ Բավականին լավ էր ստացվում ինձ մոտ, թե ատամնաքարեր հեռացնել, թե պլոմբավորում ատամների, մի խոսքով հաստատ շատ լավ կստացվեր, ես ինձ չեմ գովում, բայց ես վստահ եմ ինձ վրա։ Պարզապես ես սիրում եմ դերասանական արվեստը եւ սիրում եմ երաժշտությունը, դրա համար իմը սա էր միշտ իմ երազանքը։ Հիանալի։ Բա ասում էին Մայքլ Ջեքսոնը մեռել է։ Մայքլ Ջեքսոնը նրա հոգին մտել է ինձ մեջ։ Այսինքն հիմա ես ձյաննալ եմ, բայց Մայքլ Ջեքսոնի հոգին ինձ մեջ է։ Այսինքն ես Մայքլ Ջեքսոնի նման հայտնի եմ դառնալու այդպես ամբողջ աշխարհով, ու Մայքլ Ջեքսոնի չափ գումարներ եմ աշխատելու։ Դրա համար ես գրածով, որ ինձ գրել է, լավ բան է գրել, լավ բան է կոմենում, ապրես եթե դու տենց բան ես գրել։ Սիրում եմ քեզ։ Մայքլ Ջեքսոնը քեզ սիրում է։ Մինչև մյուս կոմենտին անցնելը, ինձ մի հարց է հետաքրքիր։ Դու սիրում ես ֆուտբոլ։ Այո, հետևում ես։ Այո, ինձ թվում է իմ ազգանունից ելնելով պիտի արդեն բարձ լինի, որ դա իսպանական ֆուտբոլիստի ազգանուն է, իսպանական ազգանուն է եւ ֆուտբոլիստի, իսկ այդ ազգանունը ինչից է սկսվել, իմ անվան կողքը։ Դու ֆուտբոլ ես պարապել։ Ես 2 տարի պարապել եմ ֆուտբոլ պրոֆեսիոնալ։ Այո։ Շոտ էի ուզում ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որ համալսարան ընդունվեցի, նախ չէի հասցնի։ Երկրորդն էլ պոպոս ասում էր աղջիկ ջան, ոտքերդ կծրվի, մի գնա այդ ֆուտբոլին, բայց պապայից էի սիրել ֆուտբոլը, էլի միշտ պապայիս հետ պարկում ֆուտբոլ էինք նայում, ոնց որ ես իմ պապայի տղան լինեի։ Ավելի շատ ոչ թե աղջիկ, միշտ ասում եմ ես տղա եմ, ես պիտի ֆուտբոլիստ դառնամ։ Հետո որ ընդունվեցի համալսարան, ֆուտբոլս թողեցի, հետո էլ Հայաստանում աղջիկների ֆուտբոլը այն ժամանակ մի քիչ այն չէր, ոնց որ տղաներինն էլ ու հիմա արդեն զարգանում է։ Շնորհակալ եմ, որ զարգանում ապրեք։ Բանը, մի քիչ, չգիտեմ, կարող ուրիշ երկրում լինեի, աղջիկներն էլ ֆուտբոլիստ են դառնում, լավ էլ գումարներ են վաստակում, լավ էլ պերիոդ են գնում, բայց մեկը տղաներինն է, էլի ֆուտբոլը։ Ես պիտի տղա դառնայի։ Հիմա բայց հետևում ես խաղերին։ Իհարկե։ Ես առաջարկում եմ այցելեք մեր գործընկերոջ մոտ, Մաշտոցի պողոտայում գտնվող The Garden ռեստորան, այնտեղ եւ ներսում եւ դրսում արդեն LED էկրաններ կան, որտեղ կարող եք արդեն ֆուտբոլային երեկոները վայելել, շմուխեր գարեջուր խմել եւ ոչ միայն համեղ խորտիկներ ուտել, մի խոսքով լիարժեք լավ երեկո է ապահովված այնտեղ։ Մեծ սիրով կայցելեմ։ Այս աղջիկա ինքնավստահությունից եմ ուզում։ Դե ինքնավստահությունը գիտեք լավ բան է իրականում, բայց ես այդքան էլ ինքնավստահ չեմ, ինչքան որ կցանկանայի լինել, էլի եմ ասում, ամեն ինչ դրել եմ ապագայի վրա, հուսամ ապագայում ինքնավստահությունս ավելի շատ կլինի, ինչը վերաբերում է ինքնավստահությանը, դուք էլ այդպեսին եղեք, հաստատ կօգնի։ Մարդ պիտի առաջնային իրեն սիրի եւ վստահ լինի իր ուժերի վրա։ Եթե դա չեղավ, դուք ոչինչի չեք հասնի եւ հաստատ դա սխալ կլինի։ Պետք է ճիշտ ինքնավստահությունն է, բայց ոչ վստակամիերը։ Բոլորից վեր դասելը ձեզ։ Ես ինձ երբեք բոլորից վեր չեմ դասել եւ չեմ դասի, ինչը որ շատ մարդկանց մասին չի ասի։
Մարդ չգիտի, այս կոմենտը լավն է, թե վատն է, տես ինչ են գրել։ Շատ անմիջական, շաշո աղջիկ ես, լավ իմաստով։ Ճիշտ են էլի ասում։ Շաշո լավ իմաստով չգիտեմ որ։ Սազուա։ Շատ։ Հա, իսկական շատ է սազում։ Իսկ դու առօրյայում պետք է սենց մանգաս։ Հենց ինչ որ մեկը դուրս չգաս։ Որ Շատ գնա։ լավ։ Ճիշտ են ասում։ Հաջորդ կոմենտը։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։ Ահա։ Yaman լեզու ունի ձյանչիկը։ Ճիշտ եմ ասում։ Հա, եթե ինձ մի բան դուրս չի գալիս, հաստատ չեմ լռելու, հաստատ պատասխանելու եմ ու այնպեսի պատասխան եմ տալու, որ փոշմանի։ Հիմա հարցնում են. չես ամաչում։ Ամաչելով եմ անում։ Օմոթ էլի։ Օմոթից գետի մեջ եմ մտնում, բա։ Լավ էլի։ Լավ էլի, վերջացրեք էլի։ Ահա, հիմա դու էլ հայ երկեցիր, վախ մեր ազգը, ով քնից շուտ արթնանում կամ երգում է կամ դերասանա։ Չհաշված, լցված, ուռացրած երեսներն ու շուրթերը, տնաշեններ։ Մնացեք մի քիչ բնական էլի։ Մի բան ասեմ, սկսեմ, սպասեք, սա երկար ես Մի քիչ երկար, իհարկե։ Նախ խորհուրդ կտամ հայատար գրեք, որովհետև անգամ լայցինատար այնց սխալներով եք գրել, որ այս գեղեցկուհին, այս մեր գեղեցկուի հաղորդավարը ինչի կարողանում կարդալ ձեր մեկնաբանությունը։ Գոնե եթե լայցինատար եք գրում, ճիշտ գրեք, գրագետ, ճիշտ։ Այդ մեկ։ Երկրորդը, ես քնից չեմ արթնացել երգում, որովհետև ես փոքր ժամանակվանից չնայած նրան, որ ինձ տանը դեմ են եղել, որ ես երգեմ, ես սովորել եմ բժշկական համալսարանում, ես զուգահեռ գնացել եմ այսինքն ինքս առանց հարցնելու, գնացել եմ երգի թատրոն եմ ընդունվել եւ սովորել եմ երգի պետական թատրոնում։ Այսինքն ես քնից չեմ արթնացել երգում, ես սովորել եմ երգի պետական թատրոնում, քանի որ զուգահեռ բժշկականին էի սովորում, ինձ դժվար էր էլի համատեղել, մի կերպ համատեղել, հետո պարապել եմ դասախոսների մոտ, մինչև առայսօր էլ ես իմ ձայնի վրա աշխատում եմ, քնից չեմ արթնացել երգում։ Պարզապես երգարվեստը այնպիսի մի արվեստ է, որը պահանջում է ներդրումներ, այսինքն շատ մեծ գումարներ, որպեսզի ինչքան եք բիզնեսի մեջ ներդնում, երգարվեստի մեջ էլ պիտի ներդնես, կապ չունի, ունես տաղանդ չունես։ Թե մարդիկ քնից արթնանում են, գումար ունեն, ներդնում են, երգում են, ապրեն որ կարողանում են։ Մարդել կա պարապում աշխատում է, բայց հնարավորություն չունի ներդրում անելու, բայց ժամանակի ընթացքում ուզում է ինքը անի իրեն համար, անում է, ստացվում է։ Դա չի նշանակում որ քնից արթնացել երգում եմ, հաջորդն էլ, հա, հաջորդը։ Դեմքս ուռեցված չի, տեսեք, կարաք ստուգեք։ Այն ժամանակ ուղղակի մի քիչ գիրացած էի, քաղցրավենիքը չարաշահում էի, դեմքս մի քիչ вообще իմացեք որ խմորից եւ քաղցրավենիքից արդարանում եմ, էլի։ Քաղցրավենիքից եւ խմորեղենից լուրջ ես հացաբուրկեղենից չէ, ասում եմ, լուրջ չեմ, օպրեք, լավ բաներ եք գրում։ Հացաբուրկեղենից, քաղցրավենիքից, որ չարաշահում ես, չափի մեջ չես ուտում, իսկ ես ամեն ինչը չարաշահում եմ, էլի, սիրում եմ համով բաներ ուտել։ Թշուկներդ ուռում է, դեմքդ, ու ուրեմն ոնց որ սրսկված լինի, փչած։ Հիմա բա ինչի տենց չի։ Շրթունքների մասով էլ կլռեմ ուղղակի։ Անցանք։ Մի խոսքով նորմալ ամենին։ Եվ այսօրվա մեր վերջին կոմենտը։ Ու ինչ ափսոս, էլի կուզենայի։ Ես էլի քեզ կկանչեմ Ես յուր։ սիրով գալու եմ։ Դու ինձ կանչես։ Ահա։ Մեծ սիրով։ Շատ լավ, վերջ պայմանավորվում ենք։ Ինձ որ լսես, չես երգի, զբաղվիր ուրիշ բանով, կարող է լավ ստացվի։ Քեզ չեմ լսելու հաստատ, կոմենտ գրող։ Այլ բաներով էլի զբաղվում եմ, այսինքն գործունեություն ծավալում եմ, աշխատում եմ բնականաբար, բայց երգը այնպիսի բան է ինձ համար երգը, որ ես երբեք չեմ կարող հրաժարվել, մանկության երազանք նպատակ հիմա, որին որ ես ձգտել եմ իմ ամբողջ ապրած տարիների եւ ժամերի վայրկյանների ընթացքում հիասթափվել եմ նմանատիպ բաներից, թողել եմ որոշ ժամանակ դադար եմ ունեցել տարիներ, բայց դա ինձ չի խանգարել, որ Աստված ամեն կերպ փորձել է ինձ էլի բերի դեպի երգը։
Այդ ես չեմ արդեն, ես թողել եմ եղել է տարիներով, ուղղակի փակել եմ այդ ամենը, բայց էլի Աստված բերել է ինձ էլի երկի հետ դեմ դիմաց երաժշտության։ Ուրեմն մի բան կա։ Ես մտածում եմ, եթե դա այդպես է, ուրեմն դա է իմը։ Դրա համար կփորձեմ մաքսիմալ որակյալ բաներ անել ապագայում, էլի, չգիտեմ, ինչ որ կաղավարոշ բաների որակը ձեզ դուր չգիտեմ, չի եկել կամ վստահ եմ, որ ապագայում շատ կսիրեք դեռ եւ իմ համերգներին էլ կգաք կուրախանաք։ Ես տենց եմ զգում։ Դիանա, մենք քեզ միայն հաջողություն ենք մաղթում, տա Աստված գա այդ օրը, որ մենք կանք քո համերգներին արդեն մարզահամերգային համալիրում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, որ այսօր ժամանակ գտար ու եկար մեզ մոտ։ Անչափ շնորհակալություն։ Հույս ունեմ քեզ չենք նեղացրել կոմենտներով։ Դա ուղղակի քո հետևորդներն էին գրել, մենք էլ բարձրաձայնեցինք, բայց հույս ունենք չենք նեղացրել քեզ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար, Սուսաննա ջան, շատ գեղեցիկ հաղորդում, շատ հրաշալի, շատ բարձրաճաշակ։ Ես շատ մեծ սիրով կգամ էլի ձեր հաղորդմանը։ Ես ձեզ շատ սիրեցի։ Ընդհանրապես չեք նեղացրել։ Անկամ ես հիմա տխրեցի, որ էլ չենք շարունակում։ Սպասենք մյուսին, լավ։ Ուրեմն կհանդիպենք արդեն ավելի ուշ, ավելի լավ կոմենտներով։ Ավելի լավ կոմենտը, բայց չակերտավոր էլի։ Մի խոսքով, շնորհակալություն քեզ, իսկ ես եմ շնորհակալ։ Իսկ ես այսօրվա իմ գեղեցիկ լուքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Riane Fashion Boutique-ին։ Շնորհակալություն։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story